Իդեպ 29-ամյա Գոհար Մանուկյանը ոչ սթափ վիճակում Երևանում 7 ավտոմեքենայի վթարի պատճառ է դարձել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Ոչ սթափ վարորդի նկատմամբ դատարանը կիրառել է տնային կալանք և գրավ։ Նման որոշում կայացրել է դատավոր Արմինե Մելիքսեթյանը, այն նույն դատավորը, ով քաղաքական խոսքի համար Հայ առաքելական Սուրբ Եկեղեցու բարձրաստիճան հոգևորական Միքայել Սրբազանին դատապարտել է 2 տարի ազատազրկման։ Սա իդեպ առաջին դեպքը չէ։ 2022 թվականի ապրիլի 26-ին Փաշինյանի ավտոշարասյունը վրաերթի ենթարկեց Սոնա Մնացականյանին, սպանվեցին մայրը և նրա դեռ չծնված երեխան։ Գործի քննությունը տևեց 3 տարի, որի ընթացքում վթարի պատճառ դարձած վարորդը անգամ 1 օր չանցկացրեց ճաղերի ետևում։ Հիշում ենք սպանության մեկ այլ բավականին աղմկահարույց դեպք։ Փողոցի մեջտեղը քաղաքացիների աչքի առաջ սպանվեց քրեական հեղինակություն։ Սպանության մեջ մեղադրվողին դատավոր Մասիս Մելքոնյանը ազատ արձակեց։ Ծանոթ անուն ազգանուն է, չէ՞։ Նա իշխանության սրտի դատավորներից է, ով կալանքի է տարել Արշակ, Բագրատ և Մկրտիչ սրբազաններին։ Նման դեպքերը անթիվ անհամար են։ Նիկոլ Փաշինյանի իրական Հայաստանում փաստորեն մարդասպանները, գողերը, կոռուպցիոներները, մինչև անգամ ադրբեջանցիները ավելի պաշտպանված են, քան բարձրաստիճան հոգևորականները և պարզապես հայկական արժեքներ կրողները։